Սիրելի հայրենակիցներ, պարոն Թունյան, ճիշտն ասած, ես չէի ուզում մտնել այդ դաշտ, բայց որ դուք խոսեցիք, ես էլ պետք է խոսեմ։ Դրա մասին իրավական գնահատականներ սկսած 21 թվականից մինչև օրս դուք փորձում եք տալ եւ տրվել այդ գնահատականը դուք պետք է չտաք։ Ինչ վերաբերում է մանկապարտեզի շենքին, դա մանկապարտեզի շենք չի, ասեմ դուք իմանաք իսկ կտուրած էր ինֆորմացիան, դա չէ գործող մանկապարտեզի հողատարածքերը, որը սահմանված կարգով օտարվել է եւ մինչեւ հիմա էլ քննվում է։ Իսկ ինչ վերաբերում նոր կառուցվող մանկապարտեզին, այո դուք ճիշտ եք, դա իմ աշխատած ժամանակահատվածը կառուցվել դուք էլ լենթն եք եկեք կտրել մեծ շուկով, ընդամենը գույքի խնդիր պետք է սուբվենցիոն ծրագրով տրված էր, որ պետք է 22 թվականի դեկտեմբերին ավարտվեր, 24 թվականին գույք չէի կարում գույքով ապահովեիք դուք այդ ամեն ինչը։ Այո դուք ճիշտ եք, ինչ վերաբերում է ջրագծերին եւ մնացածին, դրա գնահատականը տվել է իմ աշխատած ժամանակահատվածում այդ ժողովուրդը։ Եվ ժողովուրդը էլի գնահատական կտա։ Ինչ վերաբերում է Վարդենիսի տարածաշրջանին, դուք Վարդենիսի տարածաշրջանի խնդիրներից ծանոթ չեք։ Իրականում ծանոթ չեք, Վարդենիսի տարածաշրջանում չկա մի պետական հիմնագոր օպտիմալացված չլեք, սկսած պաթանոլոգիական լաբորատորիայից, ազնագրային սեղաններից, այս մի տարի, երկու տարի գորում ասում եմ սահմանապահ է դարձրած արագործության արդյունքում, թվով 12 բնակավայրական ընդգրկեք այդ ծրագրի մեջ, բախի չեք ընդգրկում այդ ծրագրում, ինչա ֆինանսա պահանջում, թե ցերքաղական նկատառումներով պետք չէ, Վարդենիսի հիվանդանոց ասում եք կառուցում ենք, հողը առանց սեփականության իրավունքի տրված մրցույթ եք հայտարարել եւ մեծ շուկով ասում եք, որ գիտեք, ինչ նախագծման ընթացքում պարզվեց, որ նախագծումից հետո, որ հողը համադրվում է մեկ այլ ֆիզիկական անձի սեփականության իրավունքի հետ։ Պետ ռեգիստր չկա տեղ գրանցված, կադաստրի գրասենյակներ չկա։ Գործող կանոնավոր տրանսպորտային միջոց չկա, որ մարդիկ խնդիրներով իշտի Վարդենիս խոշորացած համայնք, նույնը վերաբերել է ճամբարակին։ Խիեք ցավոտ տանում, եթե քաղաքական գնահատական է տրում։ Եթե ուզում եք անձնական դաշտ մտնենք անձնական դաշտ եւ քննարկենք, թե միջև օրս իմ կառուցվածի լենթերը կտրում եք, չեք կարողանում դեռ ավարտին հասցնել։ Շնորհակալ եմ։ Լիլիթ Մինասյան